Ապրիլի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Քեմփ Օտտո Մարսել պատմություն ցեղասպանությունից փրկվածներից խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։ 1922-ից 27 թվականներին Մարսել քաղաքում հայ գաղթականներն ապաստանել են Քեմփ Օտտո կոչվող նախկին զինվորական ճամբարում։ Այնտեղ 5 տարվա ընթացքում ապրել է 5000-ից ավելի հայ գաղթական։ Նրանք ոչ մի փաստաթուղթ չեն ունեցել։ Հետագայում ստացել են նանսենյան անձնագրեր։ Պահպանված տեղեկագրերը պատմությունները վկայում են, որ Քեմփ Օտտո հասածները ճամբարը ժամանակավոր հանգրվան են համարել։ Այդուհանդերձ կայանում հայկական միություններ են ստեղծվել, եկեղեցի ու դպրոց է կառուցվել։ Եղավ ինքն իրեն չի որոշեցին, սկսան միությունները, սկսան դպրոցը, սկսան եկեղեցին, քանի որ ասին որ եթե հոսպիտ մնանք, պետք է գարենանք մեր հայությունը չի գործընծնել, ամեն ինչ արեցին որ գործընծնենք մեր հայությունը, մեր որ եկեղեցի չերտանք, դպրոց չերտանք, գարտալ չգիտնանք, քրել չգիտնանք, այս ամեն ինչը, ուրեմն ինչ ռին, ասին որ եթե հոս մնանք, պետք է ամեն ինչ անենք, որ չի մոռանանք եւ շարունակենք այս ամեն ինչը։ Ցուցադրության նմուշները երկու տարբեր հավաքածուներից են։ Սրահի մի հատվածում հայկական հիշողության արխիվների պահպանության Արամ միության հավաքագրած նյութերն են մարսելյան քիչ հայտնի այս կայանի մասին։ Մյուսում Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուի նմուշները, որոնք պատմում են այն վայրերի մասին, որտեղից հայ գաղթականները հասել են Ֆրանսիա։ Գաղթականների մեծ մասը Սեբաստիայից է եղել, նաև Կոնյայից, Յողզաթից, Այնթափից, Վանից, Խարբերդից, Թոքատից, հայաբնակ այլ վայրերից։ 1915-ին տեղահանված այդ մարդիկ երկար ժամանակ թափառել են անապատներում, իրենց ծննդավայրերից փորձել են հեռու չգնալ, չկորցնելով տուն դառնալու հույսը։ 1922-ին Իզմիրի անկումը վերջնականապես խորտակել է վերադառնալու հույսերը։ Դրանով է պայմանավորված, որ նրանք Մարսել են հասել ոչ թե 1915-ին, այլ 1922-ին։ Գաղթականները մեր մոտ նորություն բամը չէ եւ կշարունակվի եւ ուզում ենք ցույց տալ, որ ինչպես մարդիկ դեպի առաջ գնացել են եւ միշտ ինչ ա եղել քեշ մեզի դեպի առաջ են գնալու եւ մանավանդ չի մոռնալ։ Գսեն ֆրանսերեն գսեն, որ չեն գուզել որ արխիվը մեռած մռնա։ Գուզենք որ ցանկ ունենա եւ դեպի առաջ, որ դեպի լավը, որ հիշենք լալու համար չի հիշենք, որ հիշենք որ ապրելու համար։ Մարսելի Օտտո Քեմփում հայ գաղթականները ճամբարի տնօրինություն են ընտրել, ցուցակներ կազմել, մանրամասն գրի առել ճամբար մտնողների մասին տեղեկություններ, անձնական տվյալներ, տեղեկություններ ծննդավայրի, զբաղմունքի, հետագա ճակատագրի մասին։ Պատմության թանգարանի ցուցանմուշները հակառակը պատմում են իրենց բնորանում, նրանց կյանքի մասին, հակադրելով պատկերը մինչև ցեղասպանությունը եւ ցեղասպանությունից հետո, մինչև ցեղասպանությունը ունևոր, բարեկեցիկ, հաջողակ հայ ընտանիքների լուսանկարներն են, կից ցուցապատին, խմբանկարներ հայ որբերով լցված որբանոցներից։ Մի ցուցախորշում ծաղկող Վանի համայնապատկերն է, մյուսում գաղթի ճանապարհին գործված մինդարը, Մշո Սուրբ Կարապետ եւ Սուրբ Թադեոս վանքերից վերցված մասունքները, որոնք փրկել են գաղթականները։ Պատմության տարբեր մասերն են համադրված մի տարածքում, որտեղ մենք երբ որ սպասում էինք այս նյութերը Մարսելից, փորձեցինք հասկանալ այդ մարդիկ պատմական Հայաստանի որ հատվածներից են։ Եվ այդ հատվածներից փորձեցինք մեր հավաքածուից ընտրել իրեր, լուսանկարներ եւ համադրել այս նյութերի հետ ցույց տալու համար այցելուին, որ ինչքան դժվար է նախ կորցնել հայրենիքը եւ հայտնվել այսպես երկու արանքում, միշտ սպասելով, որ կվերադառնաս այդ հիշողությունները եւ ամեն ինչ քեզ մեջ, բայց նաեւ կառուցել նոր քո կյանքը այլ երկրում, նոր մի հայրենիք կերտել եւ հաղթահարել դժվարությունները, փորձելով պահպանել սեփական ինքնությունը։ Օտտո Քեմփում նույնիսկ աշխատանքի տեղավորման բյուրո է գործել։ Հայերը գաղթականներին անմիջապես աշխատանքի են տեղավորել նավահանգստում, արտադրամասերում, շինարարությունում։ Երբ փրկության կայանը 5 տարի անց դադարել է գործել, գաղթականները հեռացել են Ֆրանսիայի այլ քաղաքներ, փնտրել են հարազատներին, աշխատանք են ճարել կամ հաստատվել այլ երկրներում։
Et moi je suis très impressionné par la réussite qui a été Ես շատ տպավորված եմ, որ այստեղ ապրող հայերը հաջողել են։ Նրանք եկել են Ֆրանսիա առանց ոչ մի բանի, զրկված իրենց հողից, պատմությունից, ընտանիքներից, եկել են ու սկսել նորից ստեղծել ու արարել Ֆրանսիայում։ Մարսելի տարբեր թաղամասերում են սփռվել, այնուհետև գնացել են դեպի Ռոնի հովիտ, Փարիզ, Լիոն, բնակվել Ֆրանսիայում ամենուր եւ պետք է ասել, որ հաջողության են հասել Ֆրանսիայում աշխատանքի, ջանքերի գնով զոհաբերությամբ։ Այսօր 100,000-ավոր հայրենակիցներ ունեք Ֆրանսիայում, որոնք երաժշտության, արվեստի, իրավունքի, բժշկության, բիզնեսի ոլորտում հաջողության են հասել։ Այդ հաջողության պատմությունն սկսվում է այստեղ։ Օտոյի ճամբարը Ֆրանսիայի համար նույնն է, ինչ Էլիս Այլենդը Նյու Յորքի համար։ Արխիվների պահպանության Արամ միությունը 1990-ականներից հավաքագրում է հայ գաղթականների մասին պատմություններ եւ արխիվներ, խնամքով պահպանում եւ ցուցադրում է դրանք, տրամադրում հետազոտողների։ Հայաստանում առաջին անգամ են ներկայացվում 50-ից ավելի փաստավավերագրական նյութերը։ Ցուցադրությունը գործելու է մինչև մայիսի 25-ը։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։